Պարոն Վարդևանյան, քննարկումների հիմնական մասը վերաբերում էր այստեղ քաղաքական հետապնդման ենթարկվող մարդկանց գործերին, միայն այս դահլիճում բազմաթիվ նման մարդիկ կան ընդդիմադիր հատվածում ճիշտ է, ու սա կարևոր է այս հարցը քննարկելը, հաշվի առնելով նաև ձեր կենսագրությունը, ձեր գործունեությունը, ու ես սա նորմալ եմ համարում, ու նաև ճիշտ եմ համարում։ Այս կոնտեքստում ուզում եմ հարց ուղղել, երկու հարց, համեմատություն տանել մինչև 2018 թիվը նման քաղաքական հետապնդումների հետ կապված, երբ որ որևէ դեպք լինում էր, ինչքան որ ես եմ հիշում, միգուցե դուք կօգնեք նաև, արձագանքները Եվրոպայից, տարբեր երկրներից, միջազգային կառույցներից շատ հստակ էր լինում, շատ կոշտ էր լինում, շատ կոպիտ էր լինում։ Կարծես թե 18-ից հետո այս մոտեցումը փոխվել է, ու ես կարծում եմ դա լավ է, որ այդ արձագանքները լինում էր, որովհետև սա լուրջ զսպող հանգամանք է ցանկացած իշխանության համար կարծում եմ, այս կառույցների եզրակացությունները, երբ որ լինում են գնահատականները դեսպանատներից եւ ամեն ինչից, այս մասով մյուսն էլ ես կարծում եմ, որ այս դահլիճում քաղաքացիական պայմանագրից կան մարդիկ, ովքեր ժամանակին զգացել են անարդարություն իրենց նկատմամբ, իրենց թիմակիցների նկատմամբ, արդյոք չպիտի այդ մարդկանց մոտ ավելի շատ լիներ պահանջը եւ իրենց գործունեությամբ նման ապօրինություններ հիմա թույլ չտալու, իսկ սրա երևի թե ամենից լավ ձևը կարող էր լինել, որ դրա մասին բարձրաձայնեն, խոսեն դրա մասին, չկաշկանդվեն, այնինչ հիմա մենք տեսնում ենք, որ շատ ակնհայտ բաներ, ուղղակի այսպես հերկվում է, որ նման բան չի եղել, ամեն ինչ օրենքով է, երբ որ բացահայտ ակնհայտ է այդ ամենը։ Ես օրինակ ինքս եղել է Ալեն Սիմոնյանի բարեկամու հետ կապված, եղբոր կնոջ հետ կապված կալանքը համարեմ, որ սխալ է եւ նույնիսկ լրագրողները հարցնում էին պատրաստ եք երաշխավորություն տալ, ասել եմ այո, որովհետեւ անկախ նրանից թե ինչպես եմ ես վերաբերում այդ մարդուն, ես սա սխալ եմ համարում անկախ իմ հայացքներից, այս մասով կուզեմ խոսել։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Քոչարյան, վերջին ձեր նշած նկատառումից արձագանքենք։ Էլի մեկը կարող ասի ինչի համար էր այդ գործով մի քանի կանայք, իդեպ մի քանի կալանավորվել։ Ինչի համար։ Գիտեք օրինակ իմ կարծիքը որն է, քանի որ այդ ընթացքում այլ անձինք կային, որոնք կալանավորված էին, մեղմ ասած անհիմն եւ ապօրինի, պետք էր այդ դեպքում էլ կալանքը լիներ, որ ասվեր տենում եք, այն դեպքում էլ կալանք կա, այս դեպքում էլ կալանք կա։ Հիմա օրինակ կանանց նկատմամբ, որ տնային կալանք կիրառվեր, ինչ էր լինելու։ Ինչ էր լինելու։ Ես մի անգամ այդ օրինակը բերեցի։ Արդարությունը թող իրականացվի, թեկուզ երկինքը փուլ գա։ Սա հին Հռոմում մշակված մաքսիմ է։ Հիմա ինչ կլիներ, եթե այդ գործով օրինակ կալանք չլիներ, տնային կալանք լիներ։ Ինչ կլիներ։ Իդեպ քրեական դատավարության օրենսգիրքը ոչ թե սա հայեցողության մասով ասում, ասում է տենց էլ պետք է լինի, բայց չի լինում։ Որն է իդեպ ամենահետաքրքիր բանաձևը հասկանալու համար ազնվությունը քաղաքական եւ քաղաքական կամքը կա թե չկա։ Իմ կարծիքով կրկին եկեք հիշենք, իդեպ սա քաղաքական գնահատական է, խնդրում եմ հաշվի առնեմ, սա փաստաբանություն չի, որովհետև քաղաքական գնահատականներ նշված անձի վերաբերյալ օրինակ հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը, մնացական Մարտիրոսյան։ Դուք պատկերացնում եք, եթե 18 թվականին Բարձրագույն դատական խորհրդում հարուցվում է կարգապահական վարույթ, մնացական Մարտիրոսյանի նկատմամբ, իդեպ գիտեք հիմքն էլ ասեն, հենց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տեղի ունեցած վճիռը։ Եվ այդ հիմքով, որովհետև եթե չեմ սխալվում, 19 թվականին եղավ Վճռաբեկ դատարանի որոշում, թե 21 թվականին, ըստ որի ամբողջ ինչ տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, համարվեց, որ իրավունքի խախտում է եղել։ Դե հրապարակված դատական ակտերից եմ խոսում։ Պատկերացնում եք դրանից հետո մնացական Մարտիրոսյանի լիազորությունները դադարեցվում են։ Կարգապահական ամենախիստ պատասխանատվության միջոցն է կիրառվում։ Դուք պատկերացնում եք ինչ ազդակ է փոխանցվում դատական իշխանությանը, որ այս իշխանությունը չի հանդուրժում կալանքի գերակայություն, փոխարենը լինում է հակառակը։ Պատկերացնում եք նույն մնացական Մարտիրոսյանի ամբողջ դատավարական, որպես դատավոր կարիերայի նշաձողն է սահմանվում, ինքը դատարանի նախագահ է դառնում։ Նիկոլ Փաշինյանին ազատազրկման դատապարտածը, Նիկոլ Փաշինյանի քաղաքական իշխանության ժամանակ դատարանի նախագահ։
Հետաքրքիր մոտեցում է, չէ՞, կամքի ձևավորման տեսանկյունից։ Միջազգային կառույցների արտասահմանյան օտար երկրյա դեսպանատների հայտարարությունները կտրուկ անհամադրելի են մինչ 18 թվականը եւ 18 թվականից հետո։ Արձագանքեք շարունակ։ Որն է պատճառը, ինչ եք կարծում, որն է պատճառը, որ չկա նույն արձագանքը, մեկ էլ մի հատ պնդում անեմ, ուղղակի ինչքանով եք համաձայն։ Մեղադրանքները շատ ժամանակ հարուցվում են այսօր Հայաստանի Հանրապետությունում քարոզչական նպատակներով, որպեսզի դրանց շուրջ պատրաստվեն ռեպորտաժներ, դա դառնա մեդիայի նյութ եւ այնուհետեւ, ինչպես այստեղ նստած շատ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ այս դահլիճում եւ այս դահլիճից դուրս դրանցով ինչպես քիչ առաջ էր ասվում, այ մեղադրանքում նման բան ասվում, մեղադրանք կա նման, բայց շատ ժամանակ այսինքն դուք որպես փաստաբան գիտեք ինչ փուչ է դրա տակը, բայց այդ ռեպորտաժներով եւ այդ ամեն ինչով այս աժիոտաժը ստեղծվում է, որպեսզի շատ հասկանալի է թե ինչ պատճառով է այդ ամեն ինչը արվում։ Բայց նաեւ խնդրում եմ առաջին մասով, այ ինչի է այդ արձագանքները այս կարգի տարբեր միջազգային կառույցներից։ Կարծում եմ պատասխանը հետևյալն է, որովհետև միջազգային որոշակի շահերի կենտրոն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունները։ Թե ինչից է դա բխում, մի օր ի վերջո կպարզենք։ Այն, որ օրինակ ես վստահ եմ ներկա պատգամներից որևէ մեկը չի ասի, որ Վարդան Օսկանյանը երբևէ քաղաքական հետապնդման է, չէ՞, ենթարկվել, օրինակ ոչ մեկ չի ասի։ Բայց որ հիմա օրինակ իրենց պատմենք, որ ԱՄՆ դեսպանը, պարոն Հեֆերնը, որակել էր դա քաղաքական հետապնդում եւ պահանջում էր դադարեցնել այդ ամենը, կարող է դիրքորոշումը միգուցե մի քանի հոգի փոխի։ Կամ օրինակ, որ հիմա ասենք Սասնա ծռերի դեպքով Եվրոպայի միության դեսպանը, եթե չեմ սխալվում, հայտարարություն էր տարածել, որ իրավունքի գերակայությունը պետք է հարգվի եւ այլն։ Հա, բայց դուք ոնց որ հիմա տենց հայտարարություն չեք անի։